Նա համարվում է հայ ճարտարապետության հիմնադիրներից և ամենաազդեցիկ դեմքերից մեկը, ում տեսլականը բառացիորեն փոխեց Երևանի դեմքն ու դիմագիծը։ Ծնվելով ռուսական Վլադիկավկազ քաղաքում, նա կրթություն ստացավ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ էլ իրապես ձևավորվեց նրա դասական գեղարվեստական ճաշակը։ Հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը վերջնականապես Երևան տեղափոխվեց նախորդ դարի 20-ական թվականներին, որտեղ դասական նեոկլասիցիզմը հանդիպեց հայ-ավանդական ճարտարապետական տարրերի հետ և ստեղծվեց երևանյան յուրօրինակ ոճը։ Ոչ միայն նախագծեց Երևանի գլխավոր հատակագիծը, այլ նաև մասնակցեց Փոստատան, օպերայի և բալետի թատրոնի և նաև Գիտությունների ազգային ակադեմիայի թատրոնի նախագծման աշխատանքներին։ Երբ Երևանի ռուսական փողոցները անվանափոխվում էին և սկսում էին կրել հայկական անվանումներ, դա ևս հայտնի ճարտարապետի նախաձեռնություններից մեկն էր։ Այդուհանդերձ այս ֆիզիկական կառույցներից զատ Թամանյանը նոր ճարտարապետական էջ բացեց, որը նպաստեց հայ ճարտարապետության զարգացմանն ու առաջխաղացմանը։